Բայր սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, քո կամքի համաձայն, քո հոգու զորությամբ թող արձակվի մեր կյանքերի վրա։ Քո կատարյալ կամքը թող կատարվի քո խոսքի համաձայն, որ ոնց ասել ես մեր համար։ Ամեն բան, ինչ որ մարդկային է, շնչավոր է, դիվային է, Հիսուսի անունով կապում եմ ու հնազանդեցնում Հիսուսի ոտքերի տակ։ Հայր, քո կատարյալ կամքը թող իրականանա ամեն մեկիս կյանքում ու Հայաստանի կյանքում, Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, գիտեք, ես այս տարվա խոսքը, եթե հիշում եք, որ խոսում էի դրա մասին, ասում էի, որ այս տարի անակնկալների տարի է լինելու, որի մասին խոսել էր Ռիկ Ռեյները, բայց այն խոսքը, որ ես իմ սրտում ունեի, դա ասեցի, որ այս տարի հանդիպում է լինելու Գողիաթի հետ ու շատերը սկսելու են ջրի վրայով քայլել, նկատի ունեի, որ անելու են բաներ, որ երբևէ չեն արել և դա մի ճանապարհ է, որը անհավանական ճանապարհ է, սովորական ճանապարհ չի, դա հավատքի քայլ է, որ մարդ պետք է անի ու դա է ելքը, դա է իրավիճակի մեջ փոփոխությունը։ Եթե հիշում եք նաև, ես խոսում եմ այն մասին, որ շատ ուժեղ փոթորիկ է լինելու ու որպեսզի այդ փոթորիկը չքշի, չտանի, շատ կարևոր է, որ բռնվենք այն խոսքից, որ մենք ունենք Աստծուց։ Օրինակ էի բերում այն ֆիլմը պատմելով, Մրիկ ֆիլմը պատմելով, որ այդ մրիկը, երբ որ փորձում է իրանց քշի տանի, իրանք գտնում են միտեղ, որտեղ իրանց կապում են ջրի տրուբեքին, խողովակներին, որոնք հողի մեջ ամրացած են ու դա լինում է հիմք, որպեսզի իրանք դիմակայեն այդ փոթորիկը։ Ու ասածիս նպատակը նա էր, որ մենք բռնվենք այն խոսքից, որ Աստված մեզ տվել է, որովհետև հանգամանքները, որոնք կբարձրանան, լրիվ հակառակ են լինելու այն ամենին, ինչ որ Աստված ասել է, բայց շատ կարևոր է, որ մենք ամուր բռնվենք խոսքից ու աչքի երևույթով ոշիմանի չնայենք։ Գիտեք, նման առաջին փորձությունը տեղի ունեցավ Եդեմյան պարտեզում, երբ որ Աստված Ադամին ու Եվային պատվիրել էր ու ասել էր, որ պտղից չուտեն, արգելված ծառին չմոտենան ու այդ պտուղը չճաշակեն, որովհետև այն օրը, երբ որ կուտեն, կմեռնեն։ Ու տեսեք, եկավ փորձությունը, առաջին հենց փորձությունը եկավ խոստմունքի վրա, ինչը որ Աստված ասել էր, դրա վրա եկավ հարձակում։ Ու գիտեք, այստեղ մի հատ նրբություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ, որի վրա հնարավոր է այդ ձև ուշադիր չեք եղել ու այդ ձև չեք նայ այդ հարցին։ Տեսեք, փորձությունը գալիս է սկզբից Եվայի վրա։ Եվան է, որ լսում է սատանային ու ընդունում է սատանայի սուտը։ Հետո ինքը գալիս է Ադամի մոտ ու այդ պտուղը, որը ինքը արդեն ճաշակել է, բերում է նաև տալիս է Ադամին ու Ադամը նույնպես ճաշակում է։ Այսինքն իրանք վարվում են Աստծու ասածին հակառակ, Աստծու խոստմունքը չեն պահում։ Բայց հետաքրքիր շարունակություն կա սրա մեջ, Աստված երբ որ հարցնում է Ադամին, ասում է ինչ ես արել, Ադամի պատասխանը շատ հետաքրքիր է, ինքը ասում է այն կինը, որ ինձ տվել ես, ինքը տվեց, որ ուտեմ։ Ինչի համար է Ադամը նման ձևով պատասխանում։ Գիտեք, այստեղի վրա շատերը տարբեր ձևով քարոզներ ունեն։ Այն ինչ որ ես կասեմ, ոչ մեկ երբևէ նման քարոզ ես չեմ լսել։ Ու երբեք ես նման ձև չէի մտածել, բայց այս քանի օրը հանկարծ իմ աչքերը սրա վրա բացվեցին։
Տեսեք Ադամը ինչ է ասում է այն կինը, որ ինձ տվել էիր, ինքը տվեց։ Ու դրանով ուզում է ասի, որ այդ կնոջը դու ես տվել, Աստված։ Այդ կինը որ կա, քո կամքով է որ կա, դա անվիճելի փաստ է։ Եվան Աստծուց է։ Ու Եվան բերում է մի բան Ադամի մոտ, որ Ադամը վերցնում է։ Իսկ ինչի համար է Ադամը վերցնում, որովհետև բերողը Եվան է, որը Աստծուց է։ Տեսեք, եթե սատանան ինքը միանգամից մոտենար Ադամին, Ադամը միանգամից կասեր, հետևս գնա սատանա, որտեղ գիտեմ Աստված ինչա մեզ պատվիրել։ Երբ որ Եվան է բերում արդեն արգելված պտուղը, որը ճաշակել է, Ադամը մտածում է, որ բայց ես Եվային ախր Աստված է տվել։ Ու Եվան հիմա բերում է մի բան, որը թեկուզ Աստված ասել էր, որ պետք չի ուտել, բայց եթե Եվան է բերում, որին Աստված է տվել, կարող է մի բան փոխվել է, ես չգիտեմ։ Գիտեք, այստեղ նրբություն կա։ Ու դրա համար է ասում, այն կինը, որ ինձ տվել էիր, ինքը տվեց։ Ուզում է ասի, իրա միջոցով եկավ այդ փորձությունը, ու ես չմտածեցի, որ դա փորձություն է արդեն, որովհետև քո տվածի միջոցով է եկել։ Գիտեք, միշտ մեր կյանքում նման իրավիճակներ պատահում են։ Երբ որ Աստված մեզ տված է լինում ինչ-որ բան, օրինակ հենց կինը, երբ որ Աստված իր հայտնությամբ տալիս է մեկին կին, ավտոմատ ձևով մտածում ես, որ եթե Աստված է տվել, ամեն ինչ հալած յուղի պես է լինելու, խնդիրներ չի լինելու։ Բայց փաստացի այդ ձև չի լինում։ Այդ կինը, որը Աստված է տվել, այդ կնոջ միջոցով շատ բաներ գալիս են, որ ընդհանրապես Աստծուց չեն։ Ու եթե ամուսինը արթուն չլինի ու հալած յուղի տեղ ընդունի կնոջ բոլոր ասածները, իրանք կընկնեն հոգևոր մահի մեջ, որովհետև ամեն ինչը չի, որ կինը ասում է, դա Աստծու կամքն է։ Մեկ այլ տեղում օրինակը ցույց տամ։ Բոլոր աշակերտները Հիսուսը, որ իր համար վերցրեց, ինքը աղոթքից հետո բոլորին հավաքեց, այսինքն ամեն մեկը հատուկ Աստծու կողմից որոշված, ընտրված անոթ էր, պատահական մեկը չկար։ Բոլորը Աստծու կամքով են, Աստծու կողմից ուղարկված, որպես 12 աշակերտ, 12 առաքյալ Հիսուսի կողքին լինելու համար։ Բայց մենք ընթացքում տեսնում ենք, որ այդ աշակերտները, որոնց տվել էր Աստված, իրանք բոլորը միանշանակ իրանց գործողություններում նես չի, որ ամեն ինչ Աստծու կամքով են անում։ Շատ բաներ անում են հենց Հիսուսի ասածին հակառակ ու նույնիսկ փորձում են Հիսուսին շեղեն։ Հիշում եք, երբ որ Հիսուսը ասեց պետքա գնամ խաչվելու, Պետրոսը, որը ընտրված աշակերտ է, առաքյալ է, որը հետագայում պետքա դառնա հովիվը Հիսուսից հետո, ինքը Հիսուսին ասում է մի բան, որը Աստծու կամքը չի։ Ինքը արգելք է հանդիսանում, որպեսզի Հիսուսը չգնա խաչվելու։ Մարդկայնորեն շատ լավ գաղափար է, սրտացավորեն Պետրոսը մոտենում է հարցին, բայց Աստծու կամքը դա չի, Աստծու կամքը այն է, ինչ որ Հիսուսն է ասել։ Ու Հիսուսը գիտի հոր կամքը։ Ու երբ որ Պետրոսը իրան դրան հակառակ բան է ասում, Հիսուսը չի ասում, «Էսի այն Պետրոսն է, որին ինձ Աստված է տվել, ուրեմն լսեմ իրանից ինչ է ասում»։ Ինքը նույն ձև չի վարվում, ոնց վարվեց Ադամը։ Ադամը չուներ փորձառություն ու պարտվեց այդ տեղում։ Բայց Հիսուսը հստակ ցույց է տալի, եթե նույնիսկ մի բանը Աստված է տվել, իր գործողություններն ու ասածները 100% Աստծուց չեն։ Պետք է ուշադիր լինես, այն խոսքը, որ ունես արդեն Աստծուց քո մեջ, դրան համապատասխան է գալի խոսքը քո աշակերտներից,
կամ քո կողքինների լինողներից, թե դրան հակառակ, ու նման ձևով դու ընտրություն ես անում, դրա համար Հիսուսը Պետրոսին ասեց, հետևս գնա սատանա։ Նման ձևով լինում է նաև եկեղեցիներում, երբ որ Աստված առաջնորդում է ու մենք հայտնվում ենք մի եկեղեցում ու գիտենք, որ դա Աստծո կամքն է, մի քանի նշաններով հաստատվում է, մեր ներսում հոգու հաստատություն կա, ու մենք չենք կասկածում, որ գտնվում ենք Աստծո կամքի մեջ։ Ու շատերը մտածում են, եթե իրանք գտնվում են Աստծո կամքի մեջ, նշանակում է այն ինչ որ խոսվում է, միանշանակ Աստծուց է։ Բայց այդտեղ շատ կարևոր է, որ այդ խոսքը քննվի ու ստուգվի Աստծո խոսքի համաձայն։ Դրա համար կարևոր է, որ ամեն մեկը անձամբ Աստվածաշունչը կարդա, ճանաչի Աստծո խոսքը, ու քարոզը, երբ որ լսում է, այդ քարոզը, եթե չի համապատասխանում Աստծո խոսքին, նշանակում է դա նույն սատանայի տվածն է, ոնց տվեց Եվային, ու Եվան բերել է Ադամի մոտ, ու դու ընտրություն ունես, ու դու պետք է ճիշտ ընտրություն անես, բռնվելով Աստծո ասածից, ոչ թե այն խոսքից, որ այդ պահին լսում ես, որ նույնիսկ հնարավոր է քո առաջնորդն է քարոզում։ Սա շատ կարևոր է։ Հնարավոր է, որ քո կյանքում կան մարգարեական խոսքեր, որ դու հստակ Աստծուց ստացել ես, ու քո հովիվը գալիս է, ասում է դրան հակառակ մի բան, ու դու լսում ես, ու առաջին միտքը դա է, որ հովիվը Աստծուց է, նշանակում է պետք է իր ասածին հնազանդվեմ։ Բայց եթե իր ասածը հակառակ է այն ամեն ինչ, որ Աստված քեզ ասել է, դու չպետք է լսես, այլ տարբերակը, դու պետք է բռնվես Աստծո խոսքից։ Սա այն է, ինչի մասին ասում էի, որ փոթորիկ է գալի, ու շատ կարևոր է, որ բռնվենք խոսքից, որ ունենք։ Տեսեք, երեկվա իմ քարոզի մեջ ես խոսում էի Ամերիկայի գալու հետ կապված, նշում էի օրինակները, երազները, տեսիլքները, ես հստակ ցույց էի տալի, որն է Աստծո կամքը, նաև ցույց էի տալի, որ Աստծո կամքն է, որ Ամերիկան պետք է գա մեր տարածաշրջան։ Այսինքն, Ամերիկան Աստծո կամքով եկել է, բայց Ամերիկան ինչ է դրանից հետո անում, շատ կարևոր է։ Դրա համար ես համեմատության մեջ բերում էի, թե ինչ է Աստված ասել ու ինչ է առաջարկում Ամերիկան։ Եթե Ամերիկան, որը Աստծուց է, որ պետք է գա մեր տարածաշրջան, բայց խոսում է մի բան ու պարտադրում է Հայաստանին մի տեսիլք, որը Աստծուց չի, ուրեմն Ամերիկան այդ պահին չի գործում Աստծո կամքի համաձայն։ Այս բաները շատ կարևոր է, որ իրա մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Մենք պետք է բռնվենք Աստծո ասածից, Աստծո տեսիլքից, Աստծո կոչումից։ Աստված Հայաստանը առանձնացրել է, որպես մինի Արարատի ազգանազի թագավորություն Բաբելոնի դեմ պայքարում։ Բաբելոնը այն կայսրությունն է, որը միշտ հալածել է Հայաստանին։ Դուք պատմության ընթացքում կարող տեսնեք սատանան ում կողմից է, որ միշտ անհանգիստ է եղել, Հայաստանի ոչնչացումն է ցանկացել։ Դա հստակ երևում է, որ իսլամական աշխարհն է։ Իսլամական աշխարհին ձեռ չի տվել միշտ Հայաստանի տարածաշրջանում գտնվել է։ Ու հիմա ինչ է ուզում անի նույն իսլամական աշխարհը, փորձում է կուլ տա Հայաստանը, արգելքը փորձում է նման ձևով հեռացնի։ Ու այսօր Ամերիկայի առաջարկը Հայաստանը դիտել թուրքական աշխարհի մեջ, դա սատանայի առաջարկն է։ Եթե Ամերիկան մեկ այլ առաջարկությամբ գար, որը կհամապատասխաներ Աստծո կամքին, ես միանշանակ կասեի փառք Հիսուսին, Ամերիկան կատարում է Աստծո կամքը։ Եթե Ամերիկան Աստծո խոսքը լսած լինելով հանդերձ հնազանդվեր Աստծո կամքին ու ասեր կյանքի են կոչում Սևրի պայմանագիրը, ես կասեի օրհնում եմ քեզ Ամերիկա, որ դու լսել ես Աստծո ձայնը ու կատարում ես Աստծո կամքը։ Հասկանում եք տարբերությունը։ Կարևոր է, թե ինչ է ասում եկողը։ Այո,
եկողը, որ եկել է, Աստծու կամքով է եկել, բայց արդյոք նա ասում է այն ինչ որ Աստված ուզում է, թե ինքը լսել է սատանայից մի բան ու սատանայի ծրագիրն է իրականացնում։ Եվան Աստծուց էր, բայց լսել էր սատանային, ընդունել էր սատանայի սուտը, ու այդ սուտը երբ որ բերեց Ադամի մոտ, Ադամը փոխանակ հակառակվեր, ինքը ընդունեց, ու դրա պատճառով եկավ մահը, սկզբից հոգևոր մահը, ու հետո ֆիզիկական մահը մտավ աշխարհ, ու ողջ աշխարհը անեծքի տակ հայտնվեց։ Այսինքն, երբ որ մարդ գիտի Աստծու կամքը, բայց ընդունում է սատանայի սուտը, իր կյանքում գալիս է հոգևոր մահ, գալիս է անեծք, սատանան նպատակային է գալիս ստով, ինքը սուտասան է, գող է ու մարդասպան է, իր մեջ ոչ մի լավ բան չկա, ու այն ծրագիրը, որ այսօր առաջարկված է Հայաստանին, ու ոչ միայն ամերիկյան ծրագիրը, որը թուրքական աշխարհի մեջ է Հայաստանը դիտում, կարաք նայեք բոլոր այն ծրագրերը, որոնք առաջարկվում են Հայաստանին, ամեն մեկը ինչ որ մի կառույցի մեջ Հայաստանը ուզում է տանի, որպեսզի Հայաստանի կոչումը խեղդի, Հայաստանի ինքնությունը ոչնչացնի, այն ինչի համար, որ Հայաստանը նախատեսված է Աստծու համար, նպատակային բոլորը ուզում են Հայաստանին ինչ որ ձև գերելով, խաբելով Աստծու կամքից հեռացնեն ու դարձնեն իրանց ստրուկը, այսինքն Հայաստանը հոգևոր մահի մեջ են ուզում տանեն, որպեսզի Հայաստանը իր կոչումը կորցնի ու այլևս որևէ դերակատարում չունենա Աստծու համար, Աստծու կամքը կատարելով։ Սատանան նպատակային ուղղված իր ծրագրերն է իրականացնում Հայաստանի դեմ, տարբեր կենտրոններ օգտագործելով, որպեսզի Հայաստանին հեռացնի իր կոչումից։ Իսկ Հայաստանի կոչումը դա Երեմիա 51:27-ում ասված խոսքն է, մինի Արարատի ասքանազի սահմաններով Հայաստանն է, որը ամբողջությամբ պետք է բարձրանա Հիսուս Քրիստոսին ճանաչողության մեջ ու Աստծո կամքը կատարող։ Նպատակը սա է, որ այս տարածքը դիմակայի սատանային, բաբելոնյան այդ իշխանությանը, բաբելոնյան թագավորությանը, որը իրանից ներկայացնում է սատանան, իր կայսրությունը, իր ծրագրերը։ Հայաստանը կանչված է դիմակայելու սատանային, ոչ թե միաբանվելու սատանայի ծրագրերի հետ։ Դրա համար ամեն բան, ինչ որ բարձրացած է Աստծու կամքի դեմ, որ կենտրոնից ուզում է դա արձակված լինի, ինչ գեղեցիկ ձևով ուզում է դա մատուցված լինի, եթե դա Երեմիա 51:27 տեսիլքի դեմ խոսք է, անիծված լինի ու անպտուղ լինի, ու այդ բոլոր կենտրոնները արմատից չորանան, ինչը կատարվեց օձի հետ, որը սկզբնաղբյուրն էր իր ստերի ու մոլորությունների տարածման։ Այդ բոլոր աղբյուրները, որտեղից արձակված է սատանայի սուտը, Հայաստանի սիրտը գողանալու, հայ ժողովրդի սիրտը գողանալու, Աստծուց հեռացնելու համար, անիծված լինի ու անպտուղ լինի Հիսուսի անունով։ Հայր դու փառավորվիր Հայաստանի վրա ու քո հոգու զորությամբ իրականացրա քո ծրագիրը, քո Սուրբ Հոգու կրակի մեջ թող մոխրանա ամեն դիվային ծրագիր, որ արձակված է Հայաստանի վրա, ու այն բոլոր մարդիկ, ովքեր որ ներգրավված են ու հոժարությամբ իրանց սրտերը տվել են սատանայի կամքը կատարելու, իրանց հետ տեսնես արդար հաշվեհարդարդ, հիմնահատակ իրանց իշխանությունը հեռացնես, որտեղ էլ որ գտնվելու կլինեն, ու քո հոգու զորությամբ թող գա Հայաստանի ազատագրումը ու քո փառքով ծածկիր Հայաստանը։ Ես կանչում եմ քո օրհնությունը Հայաստանի վրա, որը զորավոր է ամեն անեծքից, քո կամքի գիտությունը, քո հոգու զորությամբ մխրճված լինի ամեն հայի սրտի մեջ, որպեսզի ամեն հայ իմանալով քո կամքը, ընտրի քո կամքը, իր ընտրությամբ հաստատուն մնա ու դրանով իսկ ջախջախի սատանայի գլուխը։ Սատանա, դու պարտված ես, քո ստերը բացահայտված են,
ամեն բան ինչ որ եկել է լույսի կերպարանքով, բայց ներսից հափշտակով գայլ է, թող բացահայտվի, խայտառակ լինի ու դուրս շպրտվի մեր տարածաշրջանից Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր, ես կանչում քո արյունը Հայաստանի վրա, քո արյան պաշտպանությունը ամբողջությամբ Հայաստանի վրա, մեր տարածքի վրա, որը Մինին Արարատն ու Ասքանազն է, քո վերահսկողության մեջ պահես ու բարձրացնես քո փառքի մեջ։ Հայր, փառավորվիր Հայաստանի համար, Հայաստանի վրա, ոնց որոշել ես։ Շնորհակալություն քո փառավոր հաղթանակի համար, որ քո կամքի համաձայն իրականացնում ես մեր բոլորիս վրա, որը Մինին Արարատն ու Ասքանազն է։ Շնորհակալություն քո հաղթանակի համար, որ քո զորավոր ձեռքով իրականացնելով բոլորին ցույց ես տալիս, որ դու ես Հայաստանի Տերը, որ դու ես տերերի Տերն ու արքաների արքան, որի առաջ ամեն բան պետքա խոնարհվի։ Ու շնորհակալություն, որ քո փառքով ծածկում ես Հայաստանը ու Հայաստանը բարձրացնում ես մոխիրներից, քո ձեռքով ես դնում այն դիրքի մեջ, որ նախատեսել ու որոշել ես, որպես ջահագիր երկիր, որը պայքարում է Բաբելոնի դեմ ու ունի փառավոր հաղթանակ։ Այն բոլոր երկրերին, ում հանձնարարել ես միաբանվելու մեր երկիրը զինելու պատրաստելու, թող խոնարհվեն քո կամքը կատարելու համար։ Եթե մինչև հիմա հակառակված են ու չեն ուզում քո կամքը կատարեն, այլ իրենց ցանկություններն են տանում առաջ, դու գիտես իրանց ոնց պարտադրես քո կամքը։ Ես բոլոր երկրերին հանձնում եմ քո ձեռքերի մեջ, բոլոր երկրերին, ովքեր որ հակառակված են քո կամքին, ես հանձնում եմ քո վերահսկողության մեջ ու քո արդար դատաստանին, Հիսուսի զորավոր անունով, ամեն։